Ձեր մարդկանց խելքը։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Ժամանակին մի շատ դաժան թագավոր էր ապրում։ Մի օր նա հրամայում է իր երկրի բոլոր ծերերին սրի քաշել։ Ինչ օգուտ դրանցից, ասում է։ Ոչ վարում են, ոչ հնձում, ոչ էլ ծառ կտրում։ Ձրի հաց են ուտում միայն, տանն էլ ոտքի տակ խանգարում։ Թևերը քշտում են թագավորի դահիճներն ու բոլոր ծերերին սրի անցկացնում։ Մնում է միայն մի ծերունի, բոյարներից մեկի հայրը։ Բոյարի ձեռքը վրա չի գնում հարազատ հորը սպանելու, եւ նա նրան թաքցնում է ու գաղտնի կերակրում, որպեսզի սովից չմեռնի։ Դաժան թագավորը մի գիժ ձի ուներ, որին ոչ ոք չէր կարողանում սանձել։ Տերության մայրաքաղաքում էլ ապրում էր մի կախարդ, շատ խորամանկ մի պառավ, որն ամեն ինչից գլուխ էր հանում։ Թագավորը հրամայում է պալատ բերել նրան եւ հարցնում է, թե ինչպես կարելի է սանձել իր գիժ ձիուն։ Ինչպես, պատասխանում է կախարդը, հրամայիր տերին, որպեսզի քո բոյարները ավազից մի պարան հյուսեն։ Եթե այդ պարանով կապես ձիուտ, նա գառան պես հեզ ու խոնար կդառնա։ Այն ժամանակ թագավորը դիմում է իր բոյարներին եւ ասում. Լսեցեք, թե ինչ եմ կարգադրում ձեզ։ Վաղն էվետ ինձ կբերեք ավազից հյուսած մի պարան։ Թե առանց այդպիսի պարանի պալատ եք մտել, իմացած եղեք, որ բոլորիդ գլուխները կթռցնեմ։ Հավաքվում են բոյարներն ու խելք-խելքի տալիս։ Ինչ անեն, որ թագավորի ուզած պարանը ճարեն։ Նրանց մեջ է լինում նաև այն բոյարը, որը խնայել էր իր հոր կյանքը։ Երեկոյան, երբ նա տխուր տրտում տուն է մտնում, ծերունի հայրը հարցնում է. Ինչու ես տխրել, որդի։ Բոյարը պատմում է թագավորի արտառոց պահանջի մասին։ Այդ է պատճառը, թե դա է, մի վախենա։ Վաղը, որ պալատ մտնեք ու թագավորը ձեզ ասի, որտեղ է պարանը, դու առաջ եկ ու այսպես պատասխանիր նրան. Տեր արքա, մենք պատրաստ ենք քո ուզած պարանը սարքելու, բայց չգիտենք, թե ինչ չափսի պետք է լինի այն, հաստ թե բարակ։ Լավ կլինի, որ մեզ մի նմուշ տաս, դրա չափով էլ սարքենք։ Հետևյալ օրը, երբ թագավորը լսում է բոյարի խելացի պատասխանը, գլուխը հուսահատ կախ է գցում եւ ասում. Ճիշտ եք ասում, ես ձեզ պետք է նմուշ տամ, բայց այդպիսի պարան գոյություն չունի, որտեղից վերցնեմ։ Եվ նա ստիպված է լինում բաշխել բոյարների կյանքը։ Նույն ամռանը մեծ երաշտ է լինում։ Ամեն ինչ չորանում այրվում է։ Գետերն ու ջրհորները ցամաքում են, շտեմարանները դատարկվում, սերմացուն անգամ հատնում է պահեստներից։ Մարդիկ սկսում են վախենալ, որ կմեռնեն սովից։ Թագավորն ինքն էլ է մտահոգության մեջ ընկնում։ Նա նորից է կանչում իր բոյարներին եւ այսպես հրամայում. Ինչ ուզում եք արեք, միայն թե վաղը, երբ պալատ գաք, ինձ ասացեք, թե որտեղից կարելի է սերմացու ցորենի ճար անել, թե չէ բոլորիդ կգլխատեմ։ Բոյարները նորից գլխահակ դուրս են գալիս։ Այդ սովի տարին որտեղից կարող էին ցորեն գտնել։ Երեկոյան, երբ թաքնված ծերունին տեսնում է, որ որդին նորից տխուր է, հարցնում է պատճառը։ Այս անգամ, հայրիկ, պատասխանում է որդին տուն մտնելով, դու էլ չես կարող օգնել։ Ինչու՞։ Որովհետև երկրում ոչ մի տեղ ցորեն չկա, իսկ թագավորը սերմացու է պահանջում մեզնից։ Մի վախենա, որդի, վաղը, որ գնաք թագավորի մոտ, ասա նրան թող հրամայի գյուղացիներին բոլոր մրջնանոցները փորել։ Մրջյուններն ինչքան ասես ցորեն ունեն հավաքած։ Եվ իսկապես, հաջորդ օրը, երբ գյուղացիները քանդում են մրջնանոցները, ամեն մի բնից մի տոպրակ խոշոր ցորեն են դուրս բերում։ Այն ժամանակ թագավորը դիմում է իրեն խորհուրդ տվող բոյարին եւ հարցնում. Ասա ինձ, ով տվեց քեզ այդ իմաստուն խորհուրդը։ Չեմ համարձակվում ասել տերին, որովհետև գիտեմ կգլխատես ինձ։ Ասա եւ քեզ ձեռք տվող չի լինի։ Բոյարը խոստովանում է, թե ինչպես ինքը թաքցրել է ծերունու հորը, որն էլ իրեն տվել է այս իմաստուն խորհուրդները, եւ ավազե պարանի եւ սերմացու ցորենի մասին։ Այդ օրվանից հրաման է արձակվում հանգիստ թողնել ծերունիներին,
հարգել եւ պատվել նրանց, փողոցում հանդիպելիս էլ ճանապարհ տալ։